Եկեք եւս fund կոդի վերաբերյալ խոսենք, որովհետեւ սա էր մնացել վերջում եւ fund կոդը այստեղ 6 նիշանոց կոդ է, որը որ կարող եք դնել ցանկացած բան, որ ձեր մտքով անցնում է։ Օրինակ, հա, այս մեկը խոսքի օրինակ sense։ Ես իմ կոդը դրեցի ու submit արեցի։ Սա ինչ է նշանակում, որ ու բնականաբար մենք այս 3 կոդերը պետք է ստանանք եւ կարողանանք այս fund կոդը տեղադրել։ Սա ինչ է։ Սա այն որ ասում է Wix-ը չեն ջարդել մի պարզ պատճառով, որովհետեւ Wix-ում միգուցե ավելի երկար է տևում, բայց եթե զուտ ապահովության հաշվին է, միանշանակ ես 2 ձեռքով կողմ եմ, որ sense լինի, ինքը նպատակն է, որ կոդը դրեցինք, երբ որ մենք գործարք պետք է անենք, այսինքն այս բոլոր 3 confirmation-ները որ կան, մի հատ էլ 4-րդն ենք ստանում։ Եթե կարիքը լինում է, այդ երբ որ փող պետք է փոխանցենք, վերջում էլ ասում է, օքեյ, կոդը դել հավաքի, որ 100% իմանանք ինչա ինչի։ Երբ որ Հակերները մտնեն, իմանան առաջինը, երկրորդը, երրորդը, չորրորդը հիմնականում չեն իմանալու, ու այս չորրորդը ոնց որ այս fund կոդն է լինում, ուղղակի նենց արեք, որ հանկարծ չմոռանաք։ Ուրեմն հիշում ենք, որ այս Google Authenticator-ը այն է, ինչը որ այստեղ քաշել ենք ծրագիրը, confirm ենք արել, այդ պարտադիր պետք է բարենք 788 233 ու confirm ենք տալիս, ընտիր, վсё։ Մենք փաստացի անցանք բոլոր քայլերը, որը որ մեզ պետք էր այս հաշիվը հնարավորինս ապահովագրել, հենց որ անցնում ենք մեր հաջորդ փուլին, որը որ արդեն փող դեպոզիտ անելն է։ Դեպոզիտ ոնց ենք անում։ Ինչպես որ խոսեցինք, կարող ենք քարտով, P2P-ն չեմ օգտագործում, եթե ցանկանա կարող եք օգտագործել, on-chain դեպոզիտն էլ գնում ենք, ուրեմն ման ենք գալիս USDT, ման ենք գալիս TRC20 եւ այստեղ ընդամենը մեզ պետքա գնալ change, տալ գումարը X, ինչ որ X գումար, $100, $1000-ը, կես տոկոս, մի տոկոս վճարը անել, կամ էլ թող գումարը հանեն այնտեղից ու փոխանցում անել։ Ուրիշ ոչինչ մեզ պետք չի։ Մեկ վայրկյան հեսա կազմակերպենք։ Տեսեք, 10 USDT ունենք, հիմա այստեղ ուղարկել կրիպտո դեպի դուրս, այստեղ մենք կարող ենք բանը, ուրեմն QR կոդը սկանանել, որպեսզի հեշտ լինի, ու ուղղակի նայում ենք, որ առաջի ու վերջի մի 5 դիջիտները ճիշտ լինի, այստեղ ընտրում ենք TRX, հա, TRC20, TRX Tron-ի ուրեմն blockchain-ն է եւ այստեղ փոխանցում ենք, ենթադրենք $10։ Երբ որ $10 ուզում եմ փոխանցեմ, $1 տոկոս է պահում ու այստեղ այսպես կլիկ ենք անում ուղարկել։ Շատ լավ, այստեղ տեսնում ենք, որ $10-ը արդեն իսկ փոխանցեցինք եւ հաշված րոպեների վայրկյանների ընթացքում մենք արդեն մեզ մոտ պետքա տեսնենք, որ գումարը նստել է։ Okay, այստեղ կարող ենք դեպոզիտը սեղմել, withdrawal-ը հակառակ process-ն է, որ ուզում ենք փոխանցում անենք։ Այդ պարագայում մենք կարող ենք դուրս հանել, կանխիկացնել, չգիտեմ, էլի ուզում ենք $1000, $10,000, $100 կապ չունի, գնում ենք change-ին ասում ենք ձեր USDT-ի հաշիվը տվեք, հաշվին փոխանցում ենք անում, տոկոսը վճարում ենք ու կանխիկը ստանում ենք։ Ընտիր, ուրեմն արդեն եկավ գումարը, տեսնում ենք այստեղ, որ $9 նստել է մեր հաշվին եւ այստեղ կարող ենք դնել hide, ասեց $1-ից ցածր։ Այստեղ երբ որ sense ենք անում, մեզ մոտ պետքա բերի մեր USDT-ին, որը որ այս պահին դեռևս չի բերում, deposit, այստեղ տեսնում ենք, որ նստել է
USDT $9 ու մեր հաշվին է, okay? Արդեն կարող ենք ասել, որ առաջի գործարքը կատարեցինք եւ հաջորդ մեր քայլերը այն է, թե ինչպես կարող ենք արքու վաճառք անել, հենց որ պատրաստ եղեք հաջորդ մեր վիդեոին առայժմ